ավանդ դնելիս կամ վարկ վերցնելիս քեզ հետաքրքրել է, թե ով եւ ինչպես է որոշել տոկոսադրույքիդ չափը։ Ուրեմն այս հոլովակը քեզ համար է։ Քննարկենք Նարեի եւ Մանեի օրինակով։ Նարեն ունի խնայած գումար, որը կարող է չծախսել 1 տարի, իսկ Մանեն հիմա ունի գումարի կարիք, բայց կարող է վերադարձնել 1 տարի հետո։ Նարեն պատրաստ է իր գումարը տալ Մանեին, եթե Մանեն 1 տարի անց ավելի շատ փող հետ տա, իսկ որքան շատ, այսինքն Նարեն որքան գումարի դիմաց է պատրաստ այսօրը փոխարինել ապագայով։ Դա որոշելու համար Նարեն հաշվի է առնում մի քանի հանգամանքներ։ Ինչ էլ ասեմ, փորձիր զուգահեռ տանել բանկերի հետ։ Նախ Նարեն մտածում է, թե ինչ է կորցնում, երբ հիմա չի ծախսում գումարը, այլ հետաձգում է ապագայի ակնկալիքով։ Բացի դրանից, Նարեն հաշվի է առնում, որ Մանեն կարող է հետ չտալ գումարը։ Այդ ռիսկի դիմաց Նարեն ավելի շատ գումար է պահանջում։ Նա մտածում է նաև ապագա գների մասին։ Եթե 1 տարի անց ապրանքներն ու ծառայությունները շատ ավելի թանկ լինեն, այսինքն գնաճ լինի, նա կցանկանա ավելի մեծ փոխհատուցում ստանալ, քանի որ իր տված եւ հետ ստացած գումարի գնողունակությունը կարող է նվազել։ Իդեպ Նարեն կարող է գումարը նաև 2 տարով տալ, բայց այդ դեպքում բնականաբար ավելի շատ գումար է պահանջելու, որովհետև ավելի շատ է սպասելու։ Բացի այդ, անորոշություններն ավելի բարձր են։ Իսկ ինչ կլինի, եթե Նարեն այդ ընթացքում որոշի ամուսնանալ ու տարվա կեսին պահանջի իր գումարը։ Մանեն երևի թե ստիպված կլինի վերադարձնել այն։ Բայց դա այդպես չէ բանկերի պարագայում։ Բանկը պարտավոր է վերադարձնել Նարեի ավանդը առանց Մանեին ստիպելու, որ շուտ վերադարձնի վարկը։ Չէ՞ որ վարկը կարող է 30 տարով լինել։ Այս դեպքում բանկը կարող է դիմել կենտրոնական բանկին ու ստանալ արագ իրացվելի միջոցներ, օրինակ 7-օրյա վարկ։ Բայց դա էլ իր գինն ունի, որը եւս պետք է հաշվի առնվի տոկոսադրույքի սահմանման ժամանակ։ Ստացվեց, որ տոկոսադրույքները մեծ հաշվով որոշում ենք մենք այս բոլոր հանգամանքների համադրությամբ՝ սպասումներ, ռիսկեր ու ծախսեր։ Իսկ բանկերը եւ ֆինանսական կազմակերպությունները կարելի է ասել համակարգում են այդ գործընթացը, ապահովելով նշված գործողությունների սահուն ու ապահով ընթացքը։ Եղիր իրազեկ ֆինանսների աշխարհում, եղիր բարեկեցիկ։